Digitech 2025 Տեխնոլոգիական Հայաստանի ամենամեծ տոնը Digitech-ը այս տարի հոբելյանական է։ Այն դարձել է տարածաշրջանի խոշոր հարթակը, որը միավորում է բիզնեսն ու կրթությունը։ Արդեն 2 տասնամյակ Digitech-ը հանդիսանում է Հայաստանի տեխնոլոգիական ուղեկիցը։ Հոկտեմբերի 10-ից 12-ը Meridian Expo կենտրոնում կկայանա տեխնոցուցահանդես, որը մեկ հարկի տակ կհամախմբի Հայաստանի տեխնոլոգիական ապագան։ Երևանի քաղաքապետարանն այս տարի Digitech-ի գլխավոր աջակիցներից է։ Քաղաքապետն ընդգծում է Երևանի տեխնոլոգիական հեռանկարները։ Այսօր Երևանը ոչ միայն հյուրընկալում է Digitech-ը, այլև ներկայացնում է իր տեխնոլոգիական ճանապարհը որպես քաղաք, որն արդեն կառուցում է սեփական թվային ապագա։ Մեր ներգրավվածությունն այս տարի առավել ընդգծված։ Մենք Digitech-ի կողքին ենք որպես գործընկեր, որը կարողացել է ներդնել նորարարությունը քաղաքային կառավարման մեջ։ Տեխնոլոգիաները մեզ համար գործիք են, քաղաքը դարձնելու ավելի արդյունավետ, ավելի կանաչ, ավելի մարդակենտրոն։ Եվ այս օրերին մենք ներկայացնելու ենք նաև Երևանի թվային լուծումները։ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը կարևորում է Հայաստանում Digitech-ի անցկացումն ու նշում. ճանապարհին խցանումների մեջ հենց դրա մասին էր մտածում։ Ուղիղ 1 տարի առաջ այստեղ ես խոսում էի Digitech-ի առաքելության մասին ու ասում էի, որ իմ ընկալմամբ Digitech-ը նախ հնարավորություն է, որ մենք աշխարհին ցույց տանք տեխնոլոգիական ձեռքբերումները, ինչպես նաև լավ առիթ է, որ հավաքվենք, իրար տեսնենք այն նվաճումները, որ գրանցել ենք վերջին 1 տարվա ընթացքում, ամփոփենք, արդեն վաղը Digitech-ից հետո նոր եռանդ ենք ստանալու, նոր դիսկերով վերադառնալու ենք կատարելու մեր աշխատանքները։ Digitech 2025-ին ներկայացված են հարյուրավոր ընկերություններ, սկսած մեծ տեխնոհսկաներից մինչև երիտասարդ ստարտափներ։ Արմատ ինժեներական լաբորատորիայի 14 տարեկան սաները ստեղծել են ռոբոտ, որը կարողանում է հայտնաբերել գազի արտահոսքը եւ անմիջապես ահազանգել վտանգի մասին։ Ճամբարա քաղաքում տեղի ունեցավ մի դեպք, գազի արտահոսքի պատճառով շենք պայթեց եւ դրա տուժեցին մարդիկ, նաև մահացան մի քանի մարդ, եւ մենք բոլորս մտածում էինք այդ ուղղության վրա եւ որոշեցինք ստեղծել այս ռոբոտը։ Մեր ռոբոտի վրա տեղադրված են 3 հատ MQ գազի տվիչ, որոնք մշտադիտարկում են կատարում։ Մեր ռոբոտի վրա նաև տեղադրված է GSM մոդուլ, որը կարող է SMS ուղարկել գազի վթարային ծառայությանը եւ նրա վրա նաև տեղադրված է GPS tracker, որի միջոցով էլ նա իր դիրքն է փոխանցում գազի վթարային ծառայությանը, որովհետեւ նրանք արագ եւ շուտապույտ կերպով փակեն գազի արտահոսքի աղբյուրը։ Իրական դպրոց կրթամշակութային հիմնադրամի տաղավարն է։ Ստեղծում են անօթաչու թռչող սարքեր, սովորում կառավարել դրանք։ Սրանք FPV դրոններ են, իրանք կապ ունեն հեռակառավարման վահանակի հետ, կամ էլ անմիջական կապ ունի այս ակնոցների հետ, որով դու տեսնում ես, թե դրոնի դիրքի վրա է։ Ցուցահանդեսը համախմբում է ոչ միայն տեխնոլոգիական ընկերություններին, այլև ժամանցի վայրերին։ Չնայած բոլոր խաղերի հիմքում տեխնոլոգիական լուծումներն են։ Ինչու եւ ինչպես ենք մենք Digitech-ին, որովհետեւ քանի որ սա տեխնոլոգիական բնույթի էքսպո է, այո, ակնկալվում է, որ տաղավարների առաջարկը պիտի այս թեմայի շուրջ լինի։ Մեր խաղերից շատերի հիմքում որևէ տեխնոլոգիական լուծում է ենթադրված։ Նույն օրինակ այս խաղը իրենց ենթադրում է գոռալու բովանդակային ձևաչափ, որտեղ գոռալու արդյունքում մենք դեցիբելով չափում ենք գոռոցի բարձրությունը ձայնի, ինչը թե հումորային ինչ-որ միտում ունի իր մեջ, բայց նաև հետաքրքրություն է համեմատական առումով, երբ որ մի քանի հոգով մոտենում են եւ ուրախ է ստացվում եւ այդ չափանիշ գաղափարը լինում է համեմատության մեջ։ Digitech-ի հոբելյանին արևը մայր չի մտնելու։ 3 ցերեկ եւ 2 գիշեր այն կհամախմբի տեխնոլոգիական հայերին ամբողջ աշխարհից։ Շողեր Ղլիջյան, Բեն Անտոնյան, Արմալուր։